Կրկին ամբողջությամբ խառնում եմ Ներկան փոքրիկ տարբերակները եւ մեծ, այն դատարկելուց հետո իր մեջ լցնում ենք ընդհանրապես ավազ եւ թրջում ենք ավազը, որպեսզի այն հնարավորություն ունի առավելագույնս ձգվելուն։ Ապա արչևային կքանստումներ յուրաքանչյուր ոտքի վրա։ Սպահի դրությամբ ես վերցնում եմ 150 գրամանոց բաժակ կիտրոն, այս դեպքում մի փոքր չորացած է, դա այդպես է, ես մտածված այսպես եմ պահում կիտրոնը, որպեսզի չունենաք կուզ տեսք։ Թիկունքը եւ կեցվածքը լինի ուղիղ եւ զգաստ։ Պետք է լինի հստակ, իսկ կքանստումը առավելագույն վերջնակետի։ այս մասում ձեռքերի մատների մկանները զարգացնելու համար Դե իմ սիրելի հետևորդներ ջան, իմ խոստացված վլոգն եմ նկարահանում, խոտաբույսերի բուսաբուժության եւ գեղեցիկ կազմվածք ունենալու նիհարելու գարնանը ընթառաջ արտաքինը մեր հրաշալի տեսք ունենալու ծրագրի հետ կապված, կարճ ասած, ովքեր դիտել են, գիտեն ինչի մասին է խոսքը, անցնում ենք վլոգ ծրագրի երրորդին եւ այսպես, երրորդ տարբերակում։ Սկզբում ինչ արեցիք, առաջին երկու տարբերակում իմ ներկայացված խոտաբույսերը օգտագործեցիք, խմեցիք, իմ տված ծրագրերը կատարեցիք, եթե այս ամենը արել եք, պատրաստել եք ձեր օրգանիզմը արդեն գեղեցիկ կազմվածք ունենալու գարնանը, ուրեմն անցնենք առաջ, հաջորդի։ Այս մյուս ծրագրում ինչ ենք անում։ Կրկին շեշտում եմ, ովքեր չգիտեն ինչի մասն է խոսքը, դիտեք առաջին երկու տեսանյութ վլոգները, որպեսզի հասկանալի լինի, այստեղ նորից երկար չխոսեմ, չբացատրեմ։ Հաջորդի, գեղեցիկ կազմվածք ունենալու, քաշը պակասեցնելու, ինչպես ասում են նիհարելու համար, հաջորդի ծրագրերից մեկը, միակ լավագույն, որը վնասակար չէ, ծրագրերը շատ են, ամբողջը չեմ կարող տալ ձեզ։ Այս մեկ տարբերակը տալիս եմ։ Ես կպատրաստեմ ձեր աչքի առաջ, այս պայդրությամբ կօգտագործեմ քիչ, քանի որ ինձ այլևս նիհարել պետք չէ։ Ինձ դուր է գալիս իմ կազմվածքը։ Ես մշտապես ցանկացել եմ ունենալ այս կոմպլեկտացիան, ինչպես ասում են։ Այս տարբերակից նիհարել ինձ պետք չէ, ես չեմ սիրում շատ նիհար եւ բնականաբար գիրուկ բացարձակ չեմ սիրում։ Դրա համար հիմա ես կպատրաստեմ, բայց կօգտագործեմ քիչ, իսկ ընդհանրապես կասեմ ինչ է ինչի համար, ինչպես։ Մինչ այդ իմ կողքում դրված են իմ խոտաբույսերը այս դեպքում առողջության հետ կապված, վերջերս կրկին հիվանդ էի, ինչպես ես ասացի, ինչ որ կոկորթային ցավ, երևի թե մի փոքր մրսել էի։ Հիմա կրկին ես այն կխմեմ կօգտագործեմ, որ իմ առողջության, իմ օրգանիզմի հետ կապված իմունիտետս բարձր պահեմ, այնուհետև կանցնենք նիհարեցման հետ կապված այս ըմպելիքի պատրաստմանը, ինչի մասին խոսեցինք։ Եկեք հիմա մի հատ սա ես օգտագործեմ։ Այստեղ նայեք, կտեսնեք ամբողջը խոտաբույսեր են, որտեղ տղաս երբեմն հումոր է անում, ծաղրում է, ասում է այգում ինչքան խոտ կա, ցես փոցկը գծավ, բերում, քաշում լցնում ես մեջ, ասում ես դե խմեք, որ լավ լինեք։ Հա, թող այդպես լինի։ Իսկ քիչ անց կրկին խոսենք խոտաբույսերից, որոնք արդեն այգում սկսել են բուսնել։ Այս ամենը քիչ անց, հիմա ես սա խմեմ։ Դերևս հիվանդ եմ։ Սա թողնում եմ մի կողմ։ Դե ինչ անցնենք պատրաստմանը, որը կարելի է բոլորին միայն այս տարբերակը նիհարեցման հետ կապված, որի համար պատասխանատու եմ եւ ասում եմ ինչ է, ինչի համար, ինչպես եւ ինչքան կարելի է։ Գնացինք։ Այս պահի դրությամբ ես վերցնում եմ 150 գրամանոց բաժակ կիտրոն, այս դեպքում մի փոքր չորացած է, դա այդպես է, ես մտածված այսպես եմ պահում կիտրոնը, որպեսզի այն չփչանա, ճիշտ պահելու միջոցը չորացվածն է։ Իր վրա ավելացնում եմ գդալի 1/3 մասով սոդա, թեյի գդալի մասին է խոսքը։ Ահա տեսարանը, կիտրոնի չափը հասկանալի է։ Ապա իր վրա ավելացնում եմ նախապես եռացված ջուրը։ Մի քանի պտույտ խառնելուց հետո իր վրա ավելացնում եմ խնձորի այն որակյալ քացախը, որը ինքս եմ պատրաստում, ընդամենը 1 թեյի գդալ։ Կրկին ամբողջությամբ խառնում եմ եւ թողնում մի փոքր սառչելուն։ Հիմա տեսեք, այն արդեն պատրաստ է, բավականին տաք է, այսպես խմել չի կարելի, այսինքն պարզապես անհարմար է։ Թողնում եմ մի փոքր հովանալուն,
այնպես որ բերանը չայրի, իսկ իրականում խմում ենք այո շատ լավ տաք վիճակով արդյունքը էլ առավել զգալու համար։ Չենք թողնում որ այն լինի գոլ կամ շատ սառը, այո տաք վիճակով, միայն այնպես որպեսզի բերանը չայրի։ Այս ամենաայրող տաքությունը մի փոքր կթողնի եւ կսկսեմ օգտագործել, չնայած արդեն կարող եմ օգտագործել։ Տաք է, դերևս շատ տաք է, բայց շատ համեղ է, ինձ արդեն դուր է գալիս, ես սովորել եմ, բայց սիրելի հետևորդներ, ընկերներ ջան, ասեմ, որ հիմա ես այս պահին այսքանը չեմ խմի, քանի որ քիչ առաջ առավոտյան կողմ արդեն կես չափով ընդունել եմ, քանի որ ես նայելով իմ կազմվածքին ինձ պետք չէ այն շատ խմել։ Այսինքն այս տարբերակը ավելի շատ գիրուկների կամ առավել նիհարել ցանկացողների համար է, կրկին շեշտում եմ, ինձ այն պետք չէ, ինձ բավական է իմ կազմվածքին շատ դուր է գալիս։ Դրա համար այս ամենը ամբողջը չեմ խմի հիմա, բայց եկեք շարունակեմ ընթացքը բացատրությունը։ Այն խմում վերջացնում ենք, նոր մինչև մարզվելը մենք անցնում ենք կապելու նիհարելու այն գոտին, ինչի մասն է խոսքը, կամ կրելու, հագնելու նիհարեցնող մեր տաբատը։ Հիմա մի փոքր անց ամբողջը էլի կբացատրեմ, կամ կարող եք այդ ամբողջը կրել, հագնել, լինեք պատրաստ, նոր գալ խմելու տարբերություն չկա, քանի որ անմիջապես այն ընդունելուց հետո պետք է ցուցաբերեք ֆիզիկական ակտիվություն, կուզեք քայլեք դրսում շատ ինչ-որ միտեղ ոտքով, կուզեք այգում եթե գործեր ունեք կատարելու գործեր կատարեք, եթե բնակարանում եք բնակվում, դրանից հետո իջեք գնացեք քաղաքում, ման գալու խանութներ, գնումներ, այսինքն ձեր ֆիզիկական շարժը ակտիվությունը պետք է լինի, իսկ ամենակարևորը պարզապես անցնում ենք մարզվելու։ Եվ կրկին շեշտեմ, այստեղ այս բաղադրած տոմսը շատերի դեպքում ովքեր կասեն վնաս է, չի կարելի կամ չի օգնում, ոչ, ես ձեզ երաշխավորություն եմ տալիս, որ այն գերազանց օգնում են, նայած օրվա մեջ ինչքան, ինչ չափի, քանի անգամ, ինչ թնդությամբ, ինչ հաճախականությամբ, այն շատ կարևոր է։ Իսկ ինչ մնում է, որ ասում են ստամոքսի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, ոչ։ Եթե ձեր ստամոքսում կան այսպես թե այնպես որևէ խնդիրներ, դուք ընդհանրապես մի փոքր կծու ուտելու տարբերակում այն անմիջապես զգացներ կտա, կամ թթու տարբերակով ինչ-որ մի բան, ուրեմն խնդիրը ձեր ստամոքսից է։ Իսկ այս դեպքում այն վնաս չունի, քանի որ մենք չենք չարաշահում։ Ասեմ նաև, որ հիմա ես ձեզ ներկայացրեցի իմ բաղադրատոմսերից ամենաանվնասը, նաև ամենաարդյունավետը եւ ամենահասարակ տարբերակը։ Իսկ ես ունեմ, որ այստեղ ավելացնում ենք էլ ավելի շատ 4-րդ, 5-րդ, 6-րդ մինչև 10 բաղադրություններ, էլ ավելի արդյունավետ, դե դա էլ թողեք իմ գաղտնիքն է, իմ աշխատանքն է, իմ ծրագրերն են, հո ամբողջը ձեզ չեմ ներկայացնելու։ Այս պահի դրությամբ գործածեք միայն սա։ Հիմա մի փոքր կհովանամ, մինչև ես մի քիչ էլ կխմեմ, չնայած ասեցի դերևս այսօր ինձ արդեն պետք չէ, եւ անցնենք հաջորդ քայլերին, ինչ ենք անում, հերթականությունը պարտադիր պահպանեք, գնացինք։ Հիմա տեսեք, ինչ ենք անում, ինձ մոտ է նիհարեցնող գոտին, կրկին շեշտում եմ անցած տեսանյութերում նայեք, որ հասկանաք ինչի մասին է խոսքը, այն իմ հրաշքն է, իմ ընկերն է, գրեթե 2 տարի է ինձ մոտ է, ամենավորակյալը, հատուկ ընտրել եմ սպորտային մասնագիտացված խանութից, Անապա քաղաքից, եւ արդյունքը ամենադրականն է, այստեղ կան շատ տեղերում պարզապես բացարձակ օգուտ չունի, որովհետեւ սրանք հատուկ պետք է մասնագիտացված եւ արդյունավետ լինեն, ինչի համար է այն կրկին շեշտեմ, որպեսզի բացի նիհարելը ունենան գեղեցիկ իրան, այսինքն մեջքը հա բարակ կառուցվածքը գեղեցիկ, ոչ թե միայն նիհարել, քաշը պակասեցնել, բայց այսպես առանց ձև, հա այսպես նայում ենք վերևից ներքև ուղիղ իջնում են, կամ կոնքերը ավելի նեղ են, որից ստամոքսի մեջքի հատվածը ավելի լայն, չունեն գեղեցիկ կոնքեր կազմված, այն դրա համար է, որ պետք է կրենք, հագնենք, կապենք մեր մեջքին, զբաղվենք սպորտով, քայլենք, ֆիզիկական ակտիվություն եւ եթե հնարավոր է օրերով չհանենք մեր վրայից։ Ես բազմիցս ցույց էի տվել, բայց նախապես մինչև սա ես ասեմ, այստեղ ցույց տամ ձեզ, որ նախապես նախորոք արդեն ես կրել եմ նիհարեցնող տաբատը, ցույց տամ ներսի կողմից, այսինքն այն ինչի մասին ասում եմ, որը մարմնի հետ շփվելուց, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելուց, մարզվելուց ամբողջությամբ ձևավորում է կազմվածքը եւ շատ հրաշք, սա այն որակյալ տարբերակն է, որը ես շեշտել էի ինձ մոտ կա։ Տեսեք, նախապես կրել եմ, իսկ իր վրայից ջինսե տաբատ, քանի որ շեշտել էի, չէ՞ կարող ենք նրա վրայից կրել հագուստներ, գնալ աշխատանքի, այսպես քնել, այլ հագուստներ կրել ամբողջ օրը, օրերով մի քանի օր թողնել ձեզ վրա, որպեսզի ֆիզիկական շարժման ընթացքում ձեր մարմինը իդեալական ամբողջը բերի կազմի, նիհարեցնի եւ իրոք որը շատ արդյունավետ է։ Հիմա պետք է կապեմ գոտին եւ դուրս գանք մարզման։ Այն հնարավորություն ունի առավելագույնս ձգվելուն։ Տեսեք, ինչ ամուր են փաթաթում, կարելի ասել վերջին շունչը։ Տեսեք, ինչ ամուր եւ կոկիկ հավաքեց ամբողջ Իրանը։
հանեմ, այսպես գնամ դուրս եւ նկարահանումը կատարեմ եւ մարզումները ցույց տամ։ Իսկ ինչ ենք անում, ինչպես մնացածի մասին կխոսենք դրսում։ Տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց։ Արդեն անմիջապես նկատելի է կազմվածքի ձգությունը, հա, կարելի ասել ամբողջը հավաքում է իր մեջ։ Գնանք դուրս, մնացածը բացատրեմ դրսում, գնացինք։ Այսպես սիրելի հետևորդներ, ընկերներ ջան, եկեք հիմա ձեզ ցույց տամ այն նվազագույնը այս պահին ինչ կա ինձ մոտ, ինչը վերաբերվում է մարզվելուն, սպորտին։ Այսինքն գոնե այնքանը ձեզ, որը ձեր տանը ինքներդ ինքնուրույն կարողանաք մարզվել, եթե չեք ցանկանում գնալ մարզասրահներ կամ ֆինանսապես հնարավորություն չկա, բացարձակ հոգ չեք։ Դուք այսպեսով կարող եք նույնպես հասնել առավելագույն արդյունքների։ Ցույց եմ տալիս նվազագույնը, այստեղ ինչ որ կա իմ կողքում դրված։ Իսկ առավելը ավելի ես շատ ունեմ, ավելի ծանր գանտերներ, պարապելու ոտքերին կապված այլ գործիքներ, ամբողջը պետք չէ բերել ներկայացնել։ Ցույց տալ ձեզ առայժմ բավական է այսքանը ձեռք բերելու համար։ Ինչեր են սրանք, պարզ հասարակ, որ ինքներդ կարող եք ստեղծել, ոչ մի խնդիր չկա։ Հիմա ես ցույց տամ։ Այստեղ սովորական հյութի կամ ջրի տարաներ, ինչպես ասում ենք, խանութներում վաճառվում է այս տարբերակով նորություն է, կարծես թե մարզաքարերի է նման, գանտերներ, ինչպես ասում ենք։ Կարող եք վերցնել կամ փոքրիկ տարբերակները եւ մեծ, այն դատարկելուց հետո իր մեջ լցնում ենք ընդամենը ավազ եւ թրջում ենք ավազը, որպեսզի ծանրանա։ Ամբողջը կդառնա 1 կամ 1.5 կիլոգրամ, դա ձեզ բավական է սկզբնական շարժումները կատարելու համար։ Մի հատ ձեր մկանները բացելու, ձեր կազմվածքը ձգելու համար, այս մասին քիչ անց կխոսենք, տեսեք, պարզապես տարաներ մարզվելու համար։ Տեսեք, պարզապես ջրի տարաներ մարզվելու համար կամ կարող եք վերցնել սովորական տարաներ։ Հետագայում կարող եք գնել մարզաքարեր, ինչ կցանկանաք, դա ձեր ցանկությունն է, ամենանվազագույնը կարող եք ունենալ։ Ինձ համար այն շատ հարմար է, քանի որ սկզբնականում անմիջապես ծանր գործողություն չի կարելի անել, այս մասին կբացատրեմ։ Հաջորդիվ Նախորդ տեսանյութերում ձեզ ցույց էի տվել, որ պատվիրել եմ ինչ է այն մարզվելու համար։ Հատուկ զսպանակներ շատ լավ որակի, այնտեղ 5 տարբերակով են զսպանակները, բնականաբար ի սկզբանե եւ չեք կարող եւ պետք չէ ամենածանր վիճակով սկսել աշխատացնել, այսինքն 5 զսպանակով։ Դերևս բավական է 2-ը, շատերի դեպքում նաեւ 1-ը, երբ որ արդեն ձեր կազմվածքը կհարմարվի, կհամընկնի 1 զսպանակին, հետո կարող եք տեղադրել 2-րդը, 3-րդ, 4-րդ ինչքան ցանկանաք։ Ես թողել եմ 2 տարբերակը, քանի որ շեշտում եմ։ Այստեղ մեզ պետք է այնքանը, որ մեր կազմվածքը ձգի։ Իսկ իմ դեպքում այն բավական է, իսկ ուժային մարզումները այնտեղ ուրիշ տարբերակներով ես պարապում եմ։ Ինչի մասն է խոսքը, տեսեք ինչ հարմարավետ մարզվելու համար է։ Այստեղ այս մասում ձեռքերի մատների մկանները զարգացնելու համար։ Այս տարբերակում, որպեսզի միայն ձեռքերի մկանները, մատների, դաստակի մկանները զարգացնելու համար, եթե ցանկանում եք, այս դեպքում ամբողջությամբ մկանները բացելու դիմացից, թիկունքի մասում մարզվելով, տարբերակները շատ են։ Տեսեք, այստեղ ինչքան հետաքրքիր է, ոտքերի համար հատուկ հենակներ կան, որ կարող եք այն իջացնել գետին, ոտքերով պահել, մոտավոր այս տարբերակով եւ սկսել մարզվել ձեռքերով դեպի վեր բարձրացնելով։ Տարբերակները շատ են, այդ մասին քիչ անց կներկայացնեմ։ Ինչ էլ որ չունենաք տանը, պարզապես հասարակ մարզումներ կարող եք կատարել։ Այն շատ արդյունավետ է։ Հիմա այս պահի դրությամբ ես ձեզ ներկայացնում եմ միայն այսքանը։ Հիմա անցնենք առաջ մի փոքր, մի քանի մարզումներ, շատ քիչ ցույց կտամ ձեզ ինչ պետք է անեք եւ որը ինչի համար է, որոնք ինչ արդյունավետություն ունեն, աստիճանաբար հետագայում արդեն հստակ կանոններով ինչ պետք է անել, ինչ անել, ոնց, երբ, ինչքան ժամանակով, դա ավելի խորացված հաջորդ վլոգ ծրագիր տարբերակներում դուք կդիտեք։ Իսկ հիմա պարզապես մի քանի վարժություն, որ տարբերակը ինչի համար է, գնացինք։ Ձեզ կներկայացնեմ ընդամենը մի քանի պարզ հասարակ մարզման տարբերակներ։ Առավելագույն բարդը դեռևս հարկավոր չէ, մինչև ընտելանաք այս ամենին։ Կողային կքանստումներ ոտքերին հնարավորինս արդյունքով, պարտադիր մարզաքարերը ձեռքում հավասարակշռությունը պահելու համար։ Այն կատարել մինչև միջին հոգնածության ոտքերի մկանները բացելու համար է։ Ոտքի ձգվածության ուղղությունը պետք է լինի հստակ, իսկ կքանստումը առավելագույն վերջնակետի։ Կքանստումների ժամանակ մարզաքարերով ձեռքերի շարժումը պարտադիր է, որպեսզի համատեղ աշխատացնենք նաև ձեռքերի մկանները։ Հաջորդիվ ուսերի լայնության բացվածքով
Ոտքերի կքանստում հավասարաչափ, այս վարժությունը մի փոքր մկանոտում է ոտքերը, ձգում մկանները, նաև առաջացնում է գեղեցիկ կոնքեր։ Նախապես շեշտեմ նաև, որ այս վարժությունները ոչ միայն նիհարելու համար են, այլև կլորի գեղեցիկ նստատեղ ունենալու համար։ Այն ձգում է նաև ամբողջ մարմինը, չթողնելով փորի առաջացմանը։ Ապա կքանստումները կողքից դիտելով պետք է լինի ուղիղ պահված թիկունքով և գեղեցիկ շարժումով։ Վարժության ժամանակ հաշվի առեք թիկունքի զգաստությանը։ Կրկին կատարել այնքան, մինչև միջին հոգնածության։ Հաջորդ վարժությանը ոտքերը առանց ծալելու, մարզաքարերը ձեռքում պետք է ձեռքերը ձգել մինչև հատակ։ Այն ամբողջությամբ ձգում է ոտքերի մկանները, ազդում փորի չառաջացմանը, նաև ուղղում է թիկունքը։ Ապա առջևային կքանստումներ յուրաքանչյուր ոտքի վրա, այնքան ժամանակ մինչև զգաք թույլ հոգնածություն, կրկին ձգում է մկանները, առաջացնում գեղեցիկ կոնքեր։ Նույնը կատարում ենք հաջորդ ոտքով, պարտադիր աշխատացնելով մարզաքարերը ձեռքերում, որտեղ համաչափ համընթաց մարզում է նաև ձեռքի մկանները։ Ապա մարզում ենք ձեռքի մկանները, ինչպես ասում ենք, բացելով թիկունքը, վզի, ուսի մկանները, այն նրա համար է, որպեսզի չունենաք կուզ տեսք, թիկունքը և կեցվածքը լինի ուղիղ և զգաստ։ Մարզաքարերը միացված երկու ձեռքերով բարձրացնում ենք վեր, տանում ենք հետ հակազդելով ողնաշարին, որ այն լինի ուղիղ։ Նմանատիպ շարժումներով, վարժություններով, անգամ մարզաքարերը լինելու դեպքում քաշը քիչ, միևնույն է առաջացնում է ձեռքի թեթև գեղեցիկ մկաններ, որը մարզումներից հետո աստիճանաբար լինում է տեսանելի։ Ապա մի քանի պարզ վարժություններ զսպանակներով։ Այս դեպքում կրկին աշխատացնում ենք ձեռքի մկանները, այն իրոք կարող է լավ մկանոտել ձեռքերը, եթե ցանկանում եք, իսկ ես դա շատ եմ սիրում։ Այս վարժությունները կատարելիս կազատվեք ձեռքերի գիրությունից, այն կախվող հատվածից, որոնք ձեռքերի տակ են առաջանում, կրկին ուղղում ենք թիկունքը և աշխատացնում ձեռքերի մկանները։ Ապա մի քանի նստած և պարկած վարժություններ հիմնականում փորի ուղղման համար, այսինքն որպեսզի փորի մկանները մենք կարողանանք ձգել։ Այս վարժությունների ժամանակ հստակ լարվում են փորի մկանները, բավականին դժվար է, այն դուք զգում եք և մի քանի օր կարող են ցավել, բայց արդյունավետությունը գերազանց է հարթ փոր ունենալու համար։ Այ ընկերներ ջան, էլ չդիմացա, ասեցի պարկել եմ պոլին, պարկել եմ, գամ գոնե ծաղիկներից կողքը ֆոտոսեսիա անցկացնեմ, թողել եմ մարզումները և հիանում եմ ծաղիկներովս, ապա կատարում եմ նկարահանումներ։ Վայելում եմ գարնանը նոր բացված ծաղիկներս։
Ապա նայեք ինչ հրաշք են իմ պուպուշիկներս, այս բացված ծաղիկները, ինչպես գիտեմ կոչում են գիացենտ։ Ապա անմիջապես մարզումներից անցնում ենք գեղեցկությանը ծաղիկներին, խոտաբույսերին։ Համել ժողովուրդ ջան, խոտաբույսերի մեծ մասը արդեն բավականին մասը սկսել է աճել դուրս գալ։ Եկեք այս պայդրությամբ ցույց տամ ինչ կա, որը խոստացել էի հաջորդի տեսանյութերում ձեզ ներկայացնելու եմ ինչ խոտաբույսեր, բուսաբուժությանը վերաբերող ինչեր ենք հավաքելու, որն է պետք, ինչպես։ Դա մի փոքր կսպասենք, որ ամբողջը դուրս գան, դեռևս չեն աճել, այդ ժամանակ դուրս են գալու միասին հավաքելու եւ հերթականությամբ ցույց եմ տալու, որը ինչ է, ինչի համար է, ինչպես ենք հավաքում, ամբողջի բացատրությունը կստանաք ինձանից, բայց այս պայդրությամբ արդեն մի քանիսը կան։ Եկեք ցույց տամ ինչի մասն է խոսքը։ Գնաց։ Էստեր, եկեք նայեք։ Տեսեք, դուրս են եկել արդեն մանր ռամաշկաները, այսինքն երիցուկներ, հա, մեր հայկական տարբերակով, մի հատ նայեք, սա հենց բուժիչն է, բժշկականն է, արդեն այգիս շատ լավ գեղեցկացել է։ Հիմնականում այս տեսակը, այս սորտը բժշկական տարբերակն է, բուժիչն է։ Իսկ սրա հավաքման ժամանակը կասեմ երբ է, դեռևս նոր են դուրս եկել, հիմա չի կարելի, համ սիրուն է, համ էլ շատ օգտակար չի, հա, դեռևս իր մեջ կուտակումները արևի էներգիայից, հողից բավականին քիչ են, դա կասեմ երբ պետք է հավաքենք, ու ամենակարևոր, տեսեք, բացվել են խատուտիկները, նայեք։ Տեսեք, ադուվանչիկի ռուսերեն տարբերակով, որ շատերն ասում են, իսկ սա ամենահզոր բուժիչ միջոցն է, որի մասին կխոսենք մանրամասն, ահա խատուտիկները, այս դեպքում էլ այս ձևով չի կարելի հավաքել, հետո կբացատրեմ երբ, ոնց դեռևս նոր են դուրս եկել, անգամ իմ ձեռքը չի գնում, այսպես ժամանակ հավաքել, թողնում եմ, որ արդեն դուրս գան իրեն սերմերը, այսինքն այն բմբուլիկները, հա, որ փչում ենք թռնում, հա, տեսեք, արդեն բավականին դուրս են եկել, ես սպասում եմ եզան լեզուին, ամենահզորին, տեսնենք որտեղ երբ դուրս կգա, դեռևս չեմ տեսնում եզան լեզուներ։ Այստեղ նաև մանր հրաշք կապույտ ծաղիկները, տեսեք, այս փոքրիկները սա զուտ գեղեցկության համար եմ ցույց տալիս։ Մի ժամանակ իմ երեխաներից ասում էին մամայիս աչիկների պես կապույտ հրաշք ծաղիկներ, որ համեմատում էին իմ աչքերի հետ մամայի կապույտ աչիկները, հա, այսպես։ Մի ժամանակ այդպես էր, մամայի կապույտ աչիկներով հպարտացող, ուրախացող, մամայի արժեքը բարձր գնահատող, այդպես, տեսեք, հենց իմ աչիկներին նմանեցնող ծաղիկներն են սրանք։ Ամեն անգամ տեսնելիս ես դա եմ հիշում այդ խոսքերը։ Այսպես, դեռևս այսքան ընկերներ ջան, ձանից էլ զգացում որ դեռևս ես վատառող չեմ։ Այն որ երբեք չէր եղել այսպես, որ մեկ ամսից ավել ես չեմ կարողam լավանալ, ապակինվել, ոչինչ, լավ, անցնենք առաջ ավելի կարևոր բաներ կան ցույց տալու, իսկ այստեղ դեռևս գործերս չեմ ավարտել, մի հատ նայեք, էլի տեսեք հələ դեռ ինչքան գործեր կան, կուտակված ավելցուկները այգու, որ պետք է մաքրեմ, դեռևս չգիտեմ, տեսնենք երբ կպրծնեմ իմ գործերից։ Իսկ հիմա ամենակարևորագույնը, տեսեք ինչ եմ ցույց տալիս, տեսարանը տհաճ է, այս այն խնձորի քացախի պատրաստման ընթացքն է, որով այսքան բուժումներ են կատարում։ Սրանք այն խնձորներն են, որտեղ աշնանը նկարահանման ժամանակ ես պատրաստեցի քացախի համար, ծածկեցինք եւ մնացել է մինչեւ գարուն, մի հատ տեսեք ինչ տհաճ տեսարան է, բայց այն իդեալական վիճակ է, ամբողջ հեղուկը արդեն առանձնացել է։ Մոտակա օրերին պետք է ձեռքով քամեմ, ընթացքում հետագա ընթացքը ցույց կտամ ինչպես եմ քացախը առանձնացնում այս խնձորի ավելցուկից թափոնից։ Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, այսպես արդեն ճոճանակները ստեղադրել եմ ծառերին կարելի ասել, իմ պատրաստած խոտաբույսի, այսինքն այն ինչ որ պատրաստեցինք, հա, նիհարելու համար բավականին սառել է։ Այսպես նստեմ այստեղ, փորձեմ խմեմ, զրուցեմ ձեզ հետ միասին։ Մի փոքր վայելեմ գարան այս տեսարանը, վայելենք։ Եվ այսպես ընկերներ ջան, այս բուսաբուժության գեղեցիկ կազմվածքի ծրագրի բաժնում կհանդիպենք հաջորդի մյուս տեսանյութ վլոգներում 4-րդ, 5-րդ եւ այսպես շարունակ։ Սրանք հիմնական ծրագրերն են, այնտեղ արդեն ավելացումներ ձեզ ցույց կտամ, բայց սպասենք ամբողջ խոտաբույսերը, խոտերը աճեն, կանաչը լրի, կանաչը ամբողջությամբ դուրս գա եւ խոստանում եմ, միասին գնում ենք հատուկ բուժիչ խոտաբույսերը հավաքելու, որի ժամանակ ասեմ, որը ինչ է, ինչի համար է, ինչպես ենք հավաքում, ինչպես ենք նախապատրաստում, չորացնում կամ այնպես թարմ վիճակով, կարճ ասած, սպասենք, կանաչը դուրս է գալիս, շատ հետաքրքիր տեսանյութ վլոգ է սպասվում մեզ, որտեղ որի դեպքում որևէ մեկը այս գաղտնիքները չեր տա ձեզ, իսկ ես սա վայելեմ իմ գարնան այս տեսարանով եւ քիչ անց վազելով գնամ աշխատանքի։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ իմ տեսանյութ վլոգին։